Սպիտակ տանը երեկ հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, այդպիսով սկսելով իշխանության հարթ փոխանցման գործընթացը։ Շուրջ 1.5 ժամ տևած հանդիպմանը քննարկվել են տարաբնույթ հարցեր։ Հանդիպումից հետո նախագահ Օբաման մասնավորապես ասել է. «Մենք զրուցել ենք արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության շուրջ, և ինչպես ասել էի նախորդ օրը, իմ թիվ 1 առաջնահերթությունն է առաջիկա 2 ամիսների ընթացքում դյուրացնելու իշխանության փոխանցումը ապահովելու համար, որ նորընտիր նախագահը հաջողության հասնի»։ Օբաման ասել է, թե ոգևորված է, որ ընտրված նախագահ Թրամփը հետաքրքրություն ունի, ցանկանում է աշխատել իր թիմի հետ հզոր երկրի դիմաց ծառացած շատ խնդիրների շուրջ։ Կարծում եմ բոլորիս համար հիմա կարևոր է անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական նախապատվություններից միավորվելու, միասին աշխատել մեր դեմ կանգնած շատ խնդիրները լուծելու համար, ասել է Օբաման։ Թրամփը ասել է, որ հանդիպմանը քննարկել են տարաբնույթ շատ հարցեր, որոնց մի մասը հրաշալի, մի մասը դժվարին։ Հանդիպումից հետո Սպիտակ տան հաղորդագրությունում նաև նշված է, որ որոշ տարաձայնություններ դեռ մնացել են, հանդիպմանը ոչ բոլոր տարբերություններն են հարթվել։ Չի բացառվում, որ Օբաման և Թրամփը նորից հանդիպեն։ Mr. Trump, you'll seek his counsel? Come on, guys. You'll seek his counsel? Let's go. Very good man. Thank you, Very guys. good man. Appreciate you. Thank you, guys. Հանդիպումից բացի նաև նշեմ, որ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ Թրամփի քարոզարշավի կայքից երեք հեռացվել են նախընտրական շրջանում հանրապետական թեկնածուի որոշ վիճահարույց, աղմկահարույց արտահայտություններ։ Մասնավորապես մահմեդականներին Միացյալ Նահանգներ մտնելը արգելելու մասին նրա հայտարարությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի գագաթաժողովի համաձայնությունը չեղարկելու խոստումը հեռացվել են Թրամփի քարոզարշավի կայքից։ Այսօր արդեն Թրամփի վարչակազմի հնարավոր նշանակումների մասին ոչ պաշտոնական լուրեր են շրջանառվում, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին հնարավոր է անուններ հնչեն, բայց այս հաղորդումը պատրաստելու պահին Թրամփի վարչակազմի անդամների նշանակումները ենթադրությունների, հավանականությունների մակարդակին են։ Սպիտակ տան նոր վարչակազմի ղեկավար կարող է նշանակվել Թրամփի քարոզարշավի համակարգող Սթիվ Բանոն։ Շրջանառվում է նաև հանրապետականների առաջնորդներից ազգային հանձնաժողովի նախագահ Ռինս Փրիբուսի անունը։ Պետքարտուղարի պաշտոնին հավակնում է Նյուտ Գինգրիչը, ներկայացուցիչների տան նախկին նախագահ, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերը։ Ֆինանսների նախարարի պաշտոնում հնարավոր է նշանակվի Թրամփի քարոզարշավի ֆինանսական մասի պատասխանատու Սթիվեն Մնուչին։ Ավելի վաղ Թրամփը այդ մասին արդեն ակնարկել էր։ Պաշտպանության քարտուղարի Պենտագոնի ղեկավարի հավանական թեկնածուներ են համարվում Ալաբամա նահանգի սենատոր Ջեֆ Սեշոնսը և պաշտոնաթող գեներալ Մայք Ֆլինը։ Արդարադատության նախարարի պաշտոնում դիտարկվում է Նյու Ջերսի նահանգապետ Քրիս Քրիսթի թեկնածությունը։ Թրամփի ակտիվ կողմնակիցներից մեկը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին կարող է նշանակվել գլխավոր դատախազ։